Իրականում 2025 թվականը երիտասարդական ոլորտի համար բավականին հետաքրքիր եւ ծավալուն տարի էր։ Խոսքը վերաբերում է բավականին ակտիվ քննարկված երիտասարդության մասին օրենքին, տարբեր իրավական կարգավորումներին եւ հարակից փաստաթղթերին ու նաեւ գործունեության բնույթով պայմանավորված տարբեր տեսակի փոփոխություններին։ Մեծ հաշվով մեզ համար, եթե այսպես ամփոփենք տարին, շատ մեծ փոփոխություններ չեղան, որովհետեւ մենք այս փոփոխությունները դեռևս սկսել ենք մոտավորապես մի փոքր ավելի քիչ, բայց 10 տարի առաջ։ Եվ այս փոփոխությունների հիմնական նպատակակետը եկավ հասավ այս պահին, երբ որ մենք ունեցանք նաև ոլորտը կարգավորող կարևոր փաստաթղթեր։ Ինչ վերաբերում է Հայաստանում միակ համայնքային երիտասարդական կենտրոնին, Գյումրի համայնքի երիտասարդական պալատ ՀՕԱԿ-ին, ապա ասեմ, որ մեր գործունեությունը շարունակվեց նույն ռիթմով, նույն ոգևորությամբ եւ մոտիվացիայով, եւ այս պահին մեզ համար միակ խոչընդոտը եւ դժվարությունը մեծագույն մարտահրավերը, որ առաջացել է, շենքային պայմանների հետ կապված բարեփոխումներն են, խոսքը վերանորոգման աշխատանքների մասին է։ Դրանից հետո ես կարծում եմ մենք ավելի մեծ, այսպես երկրաչափական պրոգրեսիայով աճ գրանցելով մենք կարողանանք լցվել մեր գործին եւ իրականացնել շատ ավելի բազմաբնույթ ծրագրեր ոլորտում։ 2026 թվականը ես անձամբ ընկալում եմ որպես ինչ-որ մի նոր բանի սկիզբ, ինչ-որ վերջակետ ենք դնում պատմության մի փոքր հատվածին, խոսքը մեր կառույցի գործունեության մասին է եւ սկսում ենք եւս մեկ շրջափուլ, որտեղ պիտի վերանայվեն որոշակի ռազմավարություններ, որտեղ պիտի վերանայվի ծրագրային քաղաքականությունը եւ բնականաբար պիտի վերանայվեն նաեւ ֆինանսական որոշակի հոսքերը։ Այս տեսանկյունից մենք մի տեսակ այսպես մարտական ենք տրամադրված 2026-ի նկատմամբ, որովհետեւ կարծում եմ, որ սա ճակատագրական եւ շրջադարձային մի փուլ է, որից հետո մենք կարողանանք այս ոլորտը կոնկրետ համայնքային մակարդակում բերել մի այլ ուղղվածության, մի այլ մակարդակի, ինչը կնպաստի երիտասարդների ավելի մեծ հոսքին դեպի երիտասարդական կենտրոններ։ 2026-ին բոլորին ցանկանում են վճռականություն եւ հաստատակամություն։ Իրականում նախորդ մի քանի տարիները մեզ ապացուցեցին, որ մեր կամքը եւ մեր վճռականությունը միգուցե այնքան բավարար չէր այն լուծումները գտնելու եւ այն ամբողջ քայլերին հասնելու համար, որի մասին մենք բարբերաբար բոլորս բարձրաձայնում ենք։ Բոլորիս մաղթում եմ ավելի մեծ կամք եւ ավելի հաստատակամ վճռականություն։ 25 թվականը մեզ համար եղել է բավականին բուրըն ակտիվ տարի պատկերասրահի համար։ Շատ համագործակցություններ ենք ունեցել տարբեր ոլորտների հետ։ Հիմնականը եղել է Impact Hub, Գյումրի Impact Hub-ը Կրելաբի հետ, նման տիպի տարբեր ծրագրեր ենք իրականացրել։ Տուրիստական մասով վատ չի եղել այս տարի, հիմնականում իրական տուրիստներ են եղել, ոչ թե տեղային տուրիստներ։ Այնպես որ լավ տարի էր մեզ համար, պատկերասրահի համար բավականին աշխույժ եւ բեղուն տարի էր։ Գալիք տարում ունենք մեծ գալիքներ ունենք, պետք ծրագրեր ունենք, փորձենք հունվարի սկզբից արդեն ակտիվ աշխատել, որպեսզի կարողանանք նպատակները իրականացնել էքսպոզիցիայի հետ կապված, համալրման հետ կապված շենքի, բագային մասը նաև նման տիպի ծրագրեր ունենք։ Թող 26 թվականը դրական էներգիայով սկսվի։ Ամենամեծ ձեռքբերումը երևի Հովհաննես Շիրազի անտիպ ծրագրերի 5-րդ հադրի հրադարագումներ, որը նշեցինք մեծ շուկով, շնորհանդեսը իրականացրեցինք թանգարանում։ Դա եղել է նախկինում եղել է մեր քաղաքապետարանի աջակցությամբ, քրկերի տպագրումը այս անգամ սփյուռքահայերի ջանքերով գլուխ եկավ այդ գործը եւ նրանց աջակցությամբ 5-րդ հադրը Հանրուզյանը հասավ։ Եվ դրա շնորհանդեսը դա երևի ամենամեծ ձեռքբերումն էր, Սամվել Մուրադյանը գիտնական, ով միշտ Շիրազագետ, Շիրազասեր, նվիրյալ մի գիտնական, որը երիտասարդ տարիքից ուղեկցել է Շիրազին, միշտ նրա կողքին է եղել եւ նա էլի հուշերով կարողանում է լրացնել այն բացը, որը կա շատերի մոտ պահպանված հերագիր, այսինքն գրավոր կամ տպագիր ինչ-որ տեղերից, նա նաեւ լրացնում է այդ բացը իր անձամբ իր ականատես եղած տարիների հիշողություններով եւ մեծ գիտնական է, որը խմբագրում է այդ ողջ աշխատանքները եւ նրա շնորհիվ են նաեւ այդ գրքերը հասուտ առնում մեր Հանրուզյանը եւ մենք նրա այդ նվիրյալ
աշխատանքի համար նաև նրան պարգևատրեցին Կարդիատյա մեդալով Հովհաննես Շիրազի թանգարանի կողմից։ Այստեղ մի հարթակ է, որտեղ գեներացվում են բազում մշակութային միջոցառումներ, լինեն դրանք ազգային տոներին նվիրված, ադիկ է, վարդավառ է, բոլորին մենք անդրադարձ ենք կատարում, իրազեկում ենք մեր հանրությանը, մշակութասեր հանրությանը, արվեստասեր հանրությանը, այստեղ նաև ցուցահանդեսներ են տեղի ունենում մեր թանգարանում, թե երիտասարդ արվեստագետների, թե ավելի նշանավոր, օրինակ նշեմ Սիպան Շիրազի գործերի ցուցադրվեցին, Շիրազի զավակներից մեկը, որը վաղաժամ է կյանքին հրաժեշտ տվել, բայց նրա աշխատանքները պահվում են թանգարանում։ Շիրազը ունի գրած շատ երկեր, որոնք դեռևս հանրությանը բոլորը հասու չեն, բայց մեր մոտ պահպանվում են այդ երկերը նոտաներով, խոսքերով եւ նոտաներով, եւ մեր առաջիկա ծրագրերի մեջ մտնում է նաեւ դա, որ կարողանանք նաեւ հրադարակել այդ գիրքը, երկարանը կարելի ասել, այսինքն մեր թանգարանը, մեր ֆոնդը, մեր ֆոնդապան զբաղված են նաեւ այդ աշխատանքներով, որ մենք ճանաչելի ենք դարձնում, նաեւ հայտնի ենք դարձնում Շիրազի այն աշխատանքները, այն գործերը, որոնք դեռևս ուսումնասիրված չեն եւ հանրությանը հայտնի չեն։ Կցանկանայի Շիրազյան այս խոսքերը հղել մեր հանրությանը, թող նոր տարին դառնա տոնածառի պես մարդկանց հույսերը իրականացնող, ինչպես լուսազարդվում է տոնածառը, Շիրազը այդպես է նկարագրում, ինչպես որ լուսազարդվում է տոնածառը, թող այդպես էլ մարդկանց հույսերը լուսազարդվեն եւ իրականություն դառնան։